Արի։ Ասա դու քիլի դառնացու ոչ բան չունի։ Դե տես ես ասացի ինչ չեմ ես բայց որ դե ախպանան կա ուստը աղա պետք չէ դեռ հա կա օքս աթոռ Դե կուտա ցանից եմ Դասալի դուքցա բայց մեկը քցակի շանս չկա էլի Սոկ Արեցներ արվե Էլի Եկան այդտեղ գործի է։ Երկու զոս։ Արսին չեղար։ Esa var. Կներեք, պարոն Մարսպետ, եկեք այդ խոսակցությունը շարունակենք նոր, ինչ ենք տաշիրում արել այս ընթացքում։ Տաշիրում պարոն վարչապետ, թե կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ եւ թե սուբվենցիոն ծրագրերով հսկայածավալ աշխատանք է արվում, նաեւ հիմա շարունակվում է, ես խոշորներից մի քանիսը առանձնացնեմ, Տաշիրի բժշկական կենտրոնն է կառուցվում, այդ ուղիղ ֆինանսավոր Բարի եղբայր։ Ոնց է։ Լավ, դու ոնց ես։ Միշտ հենց առօր։ Մենք բոլորս դեռ փոխի։ Մնացածը դակ։ Մի րոպե այն բանից տա։ Նա դեռ ես տվեք տան թորիս էլի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ձեզանից շատ համար Ես կապնես եմ կարող եմ, վարչապետի հետ։ Իրար հետ։ Երազգավոր ջուղից նկարեք ոնց է միացնում անջատվեց էլի դե զինվորական է հարցս Արտս ոսկերի մեծարան մտնում եք կամերան ուր են կամերան տեսա հա դներեք չէի Խաշնյանից կստանշան Եսա կտամ։ Դուք որտեղից եք։ Ես ալավերդից եմ, բայց ստեղ եմ ապրում 30 տարի։ Խոսած է լավ նկար։ Դե որ 30 տարի ստեղ եք ապրում։ Տաշիր ձեմ ու դող եմ ամեն ինչ։ Բարև, որով վարչապետ։ Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, փոխհատվեք էլի թորնիկներից ինչ կրնի։ Փոխներից, ես շատ եմ սիրում հետևում։ Ապրեք շատ։ Բարև ձեզ։ Նա դրոշի, եթե կարելի է խոսալ։ Եթե կարելի է դրոշի ստիանել։ Նորմալ է, դա է։
Էսա, պարոն Վարդան, ստեղ։ Էսել։ Պարոն Փաշինյան, ես կարել եմ մի հարց։ Իմ տղան սովորում է Հունաստանի Հանրապետությունում ռազմական ակադեմիայում։ Շատ լավ է։ Ինքը որպես գերազանց մի հարցը ինչու է, դե 3 տարի Մոնտեյում ավարտեց, Վազգեն Սարգսյան մի տարի։ Որտեղ գնաց ընդեր 0 կուրսից նորից Նվիր եմ ձեզ միացել։ Ահա։ Եթե ինքը ավարտում գալիս է, ունեցա ստացում իրանցից տեղի Վազգեն Սարգսյանի ավարտողները 2 տարի շուտ են ավարտում լեյտենանտով։ Հենա Պապիկյանը ընդե է, Պապիկյանին ասա։ Ինքը կիմանա։ Բարև ձեզ։ Բարև։ Պարոն Փաշինյան, Հաջա։ Համեցեք։ բազմազավական տանիք է։ Աստված բայրի լեխեք։ 18 թվին հեղափոխություն եղել է։ 19 ամուսնացել է։ Մինչև հիմա 5 հատ է։ Դեռ լա որ առողջությունը մի 5 հատ է ունեն։ Շատ լավ է։ Աջակցեք բնակարանը։ Հիմա մեր նախընտրական ծրագրում 5 եւ ավելի երեխա ունեցող 6 ավելի լավ էլի։ Չէ, 6 հիմա 6 դրացա 6 ու ավելի։ 6 ու ավելի, դրած 6 ու ավելի Բայց երեխա։ մենք լա 6 էլ 10։ Ահա, դե միջև էսա 6-րդն էլ կունենաս бнаկանային ծնան երեխա։ Можно вас поблагодарить Да, за мирную обстановку в Армении? Я хочу сказать, что народ с вами, и мы будем до конца за вас. Спасибо вам. Самое главное, что люди ночью спокойно спят, и вот в это время мы спокойно ходим, не как раньше со спугом. Я вам желаю здоровья, и от души мы будем стоять на Спасибо. выборах. Можно я вас подарю? Да, вам спасибо подарю? большое. Որտե դուք տաշիրում եք ապրում։ Ну, мы с 88 годов беженцы из Баку. Այստեղ եք ապրում։ Да, и я вам хочу поблагодарить. Я пользуюсь льготами медицинскими, лекарствами и всеми остальными. Даже вот мои родственники все в России. И вам передают удачи и благополучие. Спасибо. Еще раз от души благодарю вас. Спасибо. Вам удачи и процветания. Я вас по телевизору всегда смотрю. И самое главное, виш-лайком даю. Я вам здоровья желаю. Հա։ Պարզաբանեցիք այդ հարցը Պապիկյանի հետ։ Հա։ Գալու է ստեղ աշխատանքա, չէ՞։ Գալու անդեղ ուրիշ բան կա, մերոնք վարորդական իրավունք են միանգամից ստանում, գնացողները այդ իրավունքից որքան չեն Սալողները չեն սանում։ Դեք սովորեն։ Դա մեծ բարդություն է։ Չէ, քննության նահություն։ Բարև ձեզ, ում չեմ բարև ելնեմ ձեզ։ Հա։ Բայց բարև ելնեմ։ Ես ձեզ։ Вы, ваша партия самая... Սեմ от меня мои предложения։ Բարև եղբայր, լավ է։ Բայց Դուք ո՞նց եք։ նորմալ է։ Պարոն Փաշինյան, երկու հարց կարելի է ձեզ։ Իհարկե։ Ինձ հետաքրքիր է, դուք ո՞նց եք կարծում Հայաստանի Հանրապետությունում ուժեղ դուխով կամ հպարտ քաղաքացի մնացել է, Իհարկե, լիք։ հա։ Չէ բացի ձեր ղեկավար Դուք անձնակազմից։ օրինակ։ Ես вообще դուխով չեմ Ինչի ու չի զգացում որ արդեն հպարտել չեմ։ Ինչի։ Ես իմ երկրում իմ քաղաքում դուխով ու հպարտ Ինչի։ եմ, բայց դրսերը ոչ դուխով են, ոչ էլ հպարտ։ Դրսերը ինչ կապ ունի, ամեն երկրի իր քաղաքացուն պետք է դուխով հպարտ լինի, դրսում քաղաքացին ինչի պետք է դրսով։ Մենք մեր երկրում հպարտ ենք, դուխով ենք։ Բա ես մեծ Ուսը, երկրի պատասխանատուն եմ, բա դրսի Բայց- պատասխանատուն ես Բայց եմ։ Հայաստանից ելնում ես դուրս, էլ դու ոչ դուխով ես, ոչ է հպարտ ես, Եղբայր։ որովհետև մնացածը արդեն դուխովաց է ու հպարտացել է։ Եղբայր, ուրեմն Ու այդ խաղաղությունը, պարոն Փաշինյան, որ ժամանակավոր բերել եք մեզ, որ այդ խաղաղությունը կապված է զուտ ձեր անձի հետ, որովհետև բազմիցս եւ դուք եւ մնացածը շեշտում եք, որ եթե դուք չլինեք, պատերազմ կլինի։ Բայց արդյոք մեզ պետք է տենց խաղաղություն, եթե մի անձի հետ է կապված այդ խաղաղությունը։ Աստված ոչ արարած, ես երևի թե այդ ձեր ասածից հետո ամեն օր աղոթում եմ, որ ձեզ բան չլինի, հանգարց կռիվ չլինի։ Բա որ Աստված ոչ անի, ձեզ մի բան լինի։ Էլ всё, հա, խաղաղություն չի լինի։ որ ավարտեք ես կարձագանք եմ։ Ավարտեցիք, վստահ եք։ Առաջին ամեն քաղաքացի դուխով ու հպարտ պետք է լինի իր երկրում։ Ուրիշ երկրում դուխով ու հպարտ պետք է լինի այդ երկրի քաղաքացին։ Մնացած երկրում մենք հյուրի կարգավիճակում ենք եւ դուխով ու հպարտ լինելու շատ լուրջ սահմանը, այսինքն որ մեկը գա մեր երկրում, մեկը գա ստեղ ուրիշ երկրից, իրան դուխով ու հպարտ բայ ձեզ դուր կգա։
Ծաղը գալի պահում է։ Դրսինները, դրսին ով է գալիս, ով է գալիս, ով։ չի Ով օրինակ ով է գալիս։ Պարսիկները, Իրան գալիս են դուխով հպարտ են պահում։ Իրան գալիս Նոր են։ տարվա գիշերը Երևանում մենակ իրանք էին դուխով հպարտ նոր տարի անում։ Ոչ, դու որտեղ եկել ես նոր տարվա գիշեր։ Որտեղ եկել ես դու։ Եվ որ Երևանում որտեղ ես հրապարակում կանգնած եմ եղել։ Այնտեղ 90%, մի րոպե, այնտեղ 90% եղել են Հայաստանի քաղաքացիներ եւ հյուրերը պահել են հյուրի նման, տանտերերը պահել են տանտիրոջ նման։ Ինչ վերաբերում է խաղաղությունը, ումից է կախված։ Մենք ընտրություններում հանդես են գալիս ժողովրդին ուղղված տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով։ Դա նշանակում է, որ մենք մարդկանց ասում ենք, որ խաղաղությունը ոչ թե ինձնից է կախված կամ մեր թիմից է կախված, խաղաղությունը կախված է ժողովրդից։ Եվ ժողովուրդը այս ընտրություններում խաղաղության իր կամքը պետքա ցույց տա։ Ինչպես պետքա ժողովուրդը իր այս ընտրություններում խաղաղության իր կամքը ցույց տա։ Իր կամքը պետքա ցույց տա, որ հանդես գալով խաղաղության ծրագրով եւ կարգախոսով հանդես եկող ուժերի օգտին, որովհետեւ այն ուժերը, ովքեր գալիս են, ասում են 29743 քառակուսի կիլոմետրով մենք չպետքա բավարարենք, այդ ուժերի հաղթանակը նշանակում է կոնֆլիկտ, նշանակում է պատերազմ։ Այն ուժերը, ովքեր պաշտոնական իրանց բաներով, պոստերներով, վիդեոներով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս քարտեզներով, այդ ուժերի իշխանության գալը նշանակում է կոնֆլիկտ եւ պատերազմ։ Մենք չենք ասում, որ բանը խաղաղությունը կախված է մեզնից, մենք ասում ենք խաղաղությունը կախված է ժողովրդից եւ ժողովուրդը այս ընտրություններում պետք է խաղաղությունը տեր կանգնելու իր կամքը ցույց տա։ Լավ է եղբայր։ Իսկ ո՞նց եք մտածում, այս գնով խաղաղությունը ինչ գնով, նորմալ է։ ինչ գնով։ Ինչ գնով որ այս խաղաղությունը միշտ խաղաղությունը ձեռք ենք բերել, անկախություն ենք ձեռք բերել, պետություն ենք ձեռք բերել, մենք ֆորպոստից, մենք վասալից, մենք հպատակից դարել ենք պետություն, դարել ենք քաղաքացի։ Չէ, ինչ գնով, ինչ գնով։ Ինչ գնով։ Եթե մի ամեն օր ինձ ծեծեք, օրինակ, ամեն օր։ Ու ես սկսեմ դրանից հետո ձեզ ամեն ինչ տալ, բարձր չեք ծեծել։ Եթե շվեյք էլ եմ ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռիկ ասեի, լավ է։ Հաջողություն եղբայր։ Ում չենք բարևել։ Ոնց եք։ Լավ եք։ Լավա ձեր տրամադրություն։ Գործել, մի հատ նվիրեմ ձեզ սրանի։ Մի հատ նվիրեմ ձեզ։ Իհարկե, եղբայր, ես խնդրեմ, դուք ինչ եք խնդրել։ Բարև ձեզ եղբայր, լավ եք, նվիրեմ ձեզ սրանից։ Բարև եղբայր, ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ եղբայր, նվիրեմ ձեզ սրանից։ Լավա տրամադրություն, որ ասեն ժպիտով քայլում եք, որ ժպիտով քայլում եք։ Ահա, այ նայեք, ինձ սիրուն խանութա, ինձ սիրուն խանութա։ Հիմա, պարոն Մարզպետ, եկեք ես մի հատ էլ փորձենք դնանք տաշիրում ինչ աշխատանքներ են կատարել, խնդրեմ։ Հələ մի հատ էս հա, էլի ունենք, բաս, էս պահի։ Էս սուբվենցիայով, Բա վարչապետ, սուբվենցիոն ծրագիր է, մայթերս ցալարկված, նաև փողոցը հիմնանորոգված, գծանշված, ստոր գետնյա ենթակառուցվածքները փոխարինված։ Երկու ուղղություն ունենք, մեկը կառավարության ուղիղ ֆինանսավորման ծրագրերն են եւ սուբվենցիոն ծրագրերը, ես կուզեմ ընդգծեմ խոշորները։ Տաշիրի բժշկական կենտրոնն է կառուցվում, ավարտական փուլում է 1 միլիարդ 600 միլիոն դրամ կառավարությունը Տաշիրում դնում, այո։ Նախորդ շենքը բավականին անմխիթար վիճակում է գտնվում։ Տաշիր խոշորացված համայնքում 5 նոր կրթահամալիր են կառուցում։ Եվ դրանցից մեկը հենց Տաշիր քաղաքում Մեդովկայի դպրոցում ավարտվել է եւ եւս 4-ը ունենք հիմա ընթացիկ սուբվենցիոն ծրագրեր ունենք բազմաթիվ ներհամայնքային փողոցների ասֆալտապատում ունենք լուսավորության համակարգի անցկացում ունենք մենակ Տաշիր քաղաքում 4 կիլոմետր 400 մետր լուսավորության համակարգ ենք անցկացրել Տաշիր մեծավան ճանապարհը երկար սպասված ավելի քան 1 միլիարդ դրամ արժեքով 8 կիլոմետր 5 կիլոմետր արվածա 3-ը արդեն եղանակային պայմաններից ելնելով կարվի Տաշիր Պրիվոլների ճանապարհը նորից մոտ 9 կիլոմետր 5-ը արվածա 4-ը սպասում են եղանակները
թույլ տա։ Այդ ճանապարհներ չի կառուցված։ Հա։ Մենք Տաշիրում նաև բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման ծրագիր ենք իրականացրել Անի թաղամասում, որտեղ շքամուտքերի վերանորոգում ենք արել տանիքների փոխարինում եւ այդ շենքում էլ շրջայցանելու առիթ ունեցել են, բնակիչները ընդգծում են, որ էներգիայի ծախսը մոտ կիսով չափ նվազել է, հետեւաբար նաև կոմունալ վճարներն են նվազել եւ բավականին գոհունակություն են հայտնում։ Այո, ծրագրից բոլոր տեղերը գոհ են։ Այո, եւ իհարկե սուբվենցիոն ծրագրերում պետք է արձանագրել, որ մենք բոլոր տեղերը բնականաբար համայնքի հետ համագործակցում ենք, համայնքը ներկայացնում է ծրագիրը կառավարությանը, կառավարությունը այն ծրագրերը, որոնք հաստատման ենթակա են, հաստատում է եւ ֆինանսավորման չափաբաժիններ կան, տեղկա կառավարությունը 50% է ֆինանսավորում, ծրագիր կա 60, ծրագիր կա 70, ծրագիր կա ընդհանրապես ուղիղ կառավարության ֆինանսավորման բացվում եւ շատ հաճելի է տեսնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Տաշիրում այս հենց մայթեր կան, հենց փողոցներ կան եւ արդեն ասվեց նաեւ կապիտալ խոշոր ներդրումներ են արվում։ Էլի ներողություն էլի բան կա, որ ես ամփոփելով կուզեմ ընդգծել պարոն վարչապետ, որ Տաշիր խոշորացված համայնքը չի տվել որևէ սուբվենցիոն ծրագիր, որ կառավարությունը չի համաֆինանսավորել եւ դեռ ընդհակառակը ուղիղ ֆինանսավորմամբ հսկայական ֆինանսավորում է իրականացվել նորից դպրոցներ, բժշկական կենտրոններ, ճանապարհներ, այն ինչը համայնքի իր միջոցներով ուժը չի պատել, կոպիտ ասած կառավարությունը օգնության է հասել ու մեծ ծավալի աշխատում։ Ինչպես բոլոր համայնքներում, ընդ որում ես էլ եմ ասում, որովհետև ժամանակին այս թեմայով շատ մեծ քննարկումներ կային, որ մենք սուբվենցիոն ծրագրերով հավասարապես ֆինանսավորել ենք եւ այն համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ է եւ այն համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ չի։ Ինչու ենք այդպես արել, որովհետեւ մենք այս ծրագրերը անում ենք մարդկանց համար, բնակիչների համար եւ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի համար։ Իհարկե մենք շնորհակալ ենք բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր սուբվենցիոն ծրագրերով արձագանքող են, արդյունավետ ծրագրեր են ներկայացնում, արդյունավետ աշխատում են կառավարության հետ, հետո էլ արդյունավետ եւ որակով իրականացնում են։ Իրանք իհարկե մեր համագործակցությունը եւ մեր աջակցությունը միշտ ունեն եւ մենք միշտ պատրաստ ենք նորանոր ծրագրեր ֆինանսավորել, աջակցել եւ իրանց ուղղորդմամբ, այսինքն որովհետեւ համայնքը գիտի առաջնահերթությունը որն ավելի կարեւոր, տենց գնալ առաջ։ Շատ լավ, շարունակենք մեր ճանապարհը։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Աշխատում ենք, Ես կարամ ձեզ տան։ Շատ լավ։ Էլի քարտը։ Լավ եք եկել մեր քարը։ Գալան նվիրեմ։ Լավ եք տրամադրություններ լավաց է։ Ուրախ եմ շատ, շնորհակալ։ Հիմացա, կարդացել եմ ձեր նամակը։ Բարև ձեզ, լավ եք։ Նվիրեմ ձեզ սրանից։ Ստացել եմ էլի մեծ սիրով։ Բարև եղբայր, լավ եք։ Ես էլ նմանապես։ Ամեն ինչ լավ է։ Ես ձեզ նվիրեմ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, էլի նորից բարև։ Ուր գնանք ձեզ բարև եք։ Բարև, բայ կներեք։ Բարև ձեզ, լավ եք։ Իրեք հատ։ Եթե ուզել են, ինչ կարան կանենք, բարև ձեզ։ Լավ եք, տրամադրությունները լավ է։ Բարև ձեզ, լավ եք, տրամադրությունները լավ։ Ասում եմ, ված չի չէ, մայթը երբ է սարքվե, որ թվին է սարքվե։ Իսկ դրանից առաջ ինչ վիճակ է եղել մայթը։ Քանդված։ Այդ վերջին լրացումը իհարկե եղբայր, վերջին լրացումը շատ կարևոր։ Բարև եղբայր, բարև ձեզ։ Այդ բերեք մի հատ իմ ձեռով պակցնեմ։ Բարև ձեզ։ Բա մի հատ ձեր խանութին հաջողության բան չտանք։ Ձեր խանութին մի հատ հաջողություն չմաղթենք։ Մաղթեք։ Բարև ձեզ, լավ է գործերը։ Բարև ձեզ։ Որտե կպցնեմ, այստեղ էս Վերնաշապիկը շատ հարմար է։ Լավ եք, լավ է տրամադրությունը։ Շնորհակալություն։ Էս է ձեզ։ Շնորհակալություն։ Համեցեք լսեմ, բան եք ասում։ Չէ, չասեմ։ Ասեք, եթե բանն եք ասելու, մի կաշկանդվեք։ Ոչ մի բան, բարի։ Տրամադրությունը հետ լավ է, քանի տարեկան եք դուք։ 65։
Ահա 65 տարեկան եք, թոշակը բարձացել է, առողջապահության ապահովագրության Սերովն ինչ որ տուն չունեմ, դա вообще չի տակրկրում։ դե տունը Իմ առաջի տունը որ ջուրը լցավ դու կտեղ եղել։ ջրհեղեղի ժամանակ, բա փոխհատուցում չենք տվել։ Եղել է լրիվ կիսադաման է, պարոն Փաշինյան։ Բա մենք փողը տվել ենք, ինչի՞ չեք սարքել։ Էս սարքել ենք, լրիվ սարքենք, սերվա նորի ջուր է գալիս տակից։ Տակից ջուր է գալիս, Ջուր է գալիս, հա, հենց կամուրջը կողմ։ Առաջ տենց եղել է թե։ Առաջ ջրհեղեղից էլ է եղել տենց որ խոնավություն քաշի բա։ Հա, բա չի եղել, կամուրջը բերան է, ստացվել է։ Բա պետք է սարքենք, էլի, բա պետք է սարքենք։ Բայց տվել ենք, չէ՞, աջակցությունը փոխհատուցում։ Շնորհակալություն տվել ենք։ Դե արդեն դուք Պետյանն էլ է տվել, այն չի որ չի տվել, նա էլ է տվել։ Դե բա դուք սարքելիս պետք է բան անեք, չէ՞, ուշադիր։ Բա փողը տալիս ենք որ սարքի։ Վարձով եմ ապրում, հենց իմ տանը, տուն էլ չի, պարոն։ Դե տանտերը պետք է սարքի, էլի, ինչ Տանտերը ասեմ։ չի, ես եմ ապրում, տանտերը Ռուսաստանում ապրում։ Դե բա իրա տունն է, պետք է բա ով պետք է սարքի։ Մեր տունով պետք է սարքի, մենք պետք է սարքի։ Մենք կարևորը վնասը փոխհատուցել ենք ամենաբարձր գներին։ Դե ցավում եմ։ Ինչ է կակնկալում, ասեք, ինչ է կակնկալում։ Բա շատ լավ։ Ուղղակի կիսվում եք։ Հաջողություն։ Հա, կներեք, ընտրական շրջանում նաև ֆինանսական աջակցություն, բան տենց բաներ խոստանալ, տալ եւ այդ չի կարելի, չեմ կարող։ Դրա համար չեմ արձագանքում։ Չէ, դե բաներ Հա, շատ լավ, շատ լավ։ Բարև ձեզ, ում չեմ բարևել, ձեզ բարևել եմ։ Բարև ձեզ, ո՞նց եք, ո՞նց է ձեր տրամադրը։ Առողջություն ձեզ, թող աշխարհին խաղաղություններն ինձ 3 հատ տուրելի։ 3 հատ, ում եք տալու։ Հարևաններիս։ Բայց կուզեն։ Ուզեն ինձ դրա համար են հրանգեստեղ։ Սրա հետևից են ուղարկել։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Էս ձեզ։ Լավ է ձեր տրամադրությունը։ Շատ լավ։ Բարև եղբայր։ Նվիրեմ ձեզ սրանից։ Բարև ձեզ եղբայր։ Իհարկե, բայց կարող է, չէ, լավ է։ Բարև եղբայր։ Էս հաստատ չի կպնի ձեռդ պահել է։ Սրական է։ Բարև եղբայր։ Ոնց ես, նվիրեմ քեզ սրանից։ Բարև եղբայր։ Ոնց եք։ Էս ձեր խանութն է։ Մտնենք։ Էս անձրևին ձեր գործը շատ դժվար է ալնում, շատ։ մեր գործը դժվար է, Հա։ պարոն Փաշինյան։ Ինչով օգնենք ձեզ, ինչ անենք, որ ձեր այդ բանը։ Վայբերեսները որ վերացնեք, մեզ Վալբերեսները, այո։ ախր ոնց վերացնենք։ Գիտենք, որ հարվածում են, բայց դե բիզնեսը աշխարհը փոխվում է, ինչ անենք։ Որ փոխվում է, մենք էլ փոխվենք, էլ չաշխատենք։ Չէ, պետք է դուք էլ մի հատ ձև գտնեք, թե ոնց անեք, որ այդ մրցակցությանը դիմանաք։ Հիմա նախորդ անգամ, երբ որ մենք Մալացիայի շուկայում էինք, Մալացիայի շուկայում Գարելի բալջամփարակը։ հա, ինչ կլինի։ Հələ Եղոյանը թողա, էլի, որովհետև դուք բանով եք, դուք կիլոյով եք ներմուծում ապրանքներ։ Հատով, հա։ Հա, դուք չեք ներմուծում։ Շատ լավ, ամեն դեպքում այս ձեզ նվիրենք, թող հաջողություն բերի ձեր խանութին։ Լավ եղեք։ Լավ, հետո խոսանք, իրանք այդ ծրագրի շահառու չէին, ուզում է այդ կիլոների գների փոփոխության մասին խոսեի։ Փողոց անցնենք, հա երևի։ Անցնենք են կողմ, հա։ Այնտեղ լավ ուղիղ գնանք հետո ձախ։ Ուղիղ գնանք հետո ձախ։ Էս ձեզ։ Լավ եղեք։ Ես այս նշանը չգիտեի։ Բայց սա ինչ նշան։ Տակի մասն է։ Հա, սենց, հա։ Լավն է։ Ես գիտեի երեխեքն են տենց անում մենակ, բայց սրտի ձև։ Բարև ձեզ ժողովուրդ։
Անցումը որտեղ է, անցում։ Չէ, հեսա, սենց։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ոնց։ Լավ, դուք ոնց եք։ Բա սրանից ձեզ չնվիրենք։ Ահա, նեկա հասա, բարև ձեզ, իմ ձեռով փակցնեմ, հա, եթե թույլ կտաք։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք, լավ որ ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ էլ նվիրենք սրանցից։ Ահա, թող հաջողություն բե։ Տան հարցով եմ եկել։ Ինչ հարց է։ Ես նախարարը վերցրեցին հեռախոսը։ Հա, դե կզբաղվի։ Паром Пашинян, можно с вами сфотографироваться? Да, конечно. Спасибо большое, дай вам здоровья. Алфрик, шнуракальцем. Ժողովրդում չենք բարևել։ Ձեզ չենք բարևել, բարև ձեզ։ Ձեր համարն էլ ունեմ, Ռուսաստանից կապնել եմ, եկել եմ ծեզանդրել եմ, հիմա էլ կնդրեմ, ջանի ծվի մերն եմ։ Էս ձեզ։ Ապրեք, շնորհակալություն, ձեզանով։ Բարև ձեզ, ոնց եք, ես էլ ձեզ, լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Ուրախ եմ շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ, ոնց եք։ Լավա ձեր տրամադրությունը։ Տրամադրությունը լավ է, բայց շատ բարդ իրավիճակում է։ Ինչի։ Այս մեր տունը կոմունալի մեկներ տրամադրեք։ ուրեմն այն դիմացի հող ուզում ենք սեփականաշնորհել։ Որտե՞ղ է ձեր տունը։ Հենց կենտրոնում է այս ուզում ենք դիմացի հողը սեփականաշնորհենք, երկու երեխա ունենք։ Այդտեղ որևէ բնակարան սարքել, որ երեխաներին կարողանանք ամուսնացնել։ Հասկացա, ի՞նչն է խնդրեմը։ Գումար չունենք, ամուսինս դահակն թողել այն վրա, չէ, ես ընդամենը 60,000 եմ ստանում, ոչ կարողանում ենք աշխատել, ոչ կարողանում ենք ապրել։ Իմ անունը Հարությունյան Գայանն է։ Այս 3 տարի չեմ կարողանում ատամներս սարքեմ։ Դպրոցում աշխատում եմ, Ինչ եք աշխատում որպես։ Ուսուցչի օգնական եմ աշխատում, բայց հայոց լեզվի գրականության ուսուցչուհի եմ, ժամեր չունեմ, սոցիալական ահավոր ծանր վիճակում եմ եւ շատ սոցիալական վիճակը միասնական սոցիալական ծառայությունը պիտի ձեր հարցով զբաղվի։ Պետության աջակցությամբ այդտեղ մի երկու սենյակ կառուցել, որ Գիտեք, հիմա մենք մեր նախընտրական ծրագրի մեջ պարոն Թորոսյան սոցիալական բնակարանաշինության ծրագիր ունենք, որտեղ 18, մեկը 10։ Շատ լավ, դե 18-ը արդեն երեխա արդեն հասուն մարդ է, էդ էլ պետք է փոխենք, որ ինքը առողջական խնդիր ունի։ Շատ լավ, դրա համար նախ սոցիալական, եթե հրատապ կարիք ունեք, դրանով պետք է միասնական սոցիալական ծառայությունը զբաղվի։ Երկրորդն էլ խոսել է։ Դե արդեն նախարարի հետ գիտեք սոցիալական նախարարի հետ խոսել եք արդեն ինչ հնարավոր է անել, բայց ընդհանրապես պետք է զբաղվել, մեր պատկերացրած է հետևյալն է, աշխատանք, կրթություն, Շատ լավ, դե ուրեմն եթե շատ լավ կրթություն եք ստացել, ես ձեզ ինչ խորհուրդ կտամ, ընդունվեք աշխատանքի որպես ուսուցիչ, ատեստավորվեք, այսօր Հայաստանում ասում եք 60,000 դրամ են ստանում, այսօր Հայաստանում ուսուցիչները մինչև 700,000 դրամ աշխատավարձ են ստանում, բայց դրա համար պետք է ատեստավորել գերազանցով, դրա համար կա տարակարգա պետք ունենալ եւ այդ է ճանապարհը, որովհետեւ հասկանում եք, ես ձեզ մի բան ասեմ, եթե բոլորը ոչ մեկը այդ ջանքով չգնա ինքը իր աշխատավարձը չբարձրացնի, ինքը կրթությունը չլավացնի, աշխատավարձը չմեծացնի, ոչ մեկ չաշխատի, պետությունը ոնց բոլորի ատամները սարքի, տուն սարքի, էս անի, ճանապարհը սարքի, այն անի, ոնց։ Բա պետքա ձեզ դուք դառնաք պահանջված որպես ուսուցիչ։ Պահանջված ուսուցիչը բանա ժամեր չունեք, մենք այսօր հնարավորություն ենք ստեղծել կամավոր համընդհանուր հայտարարագրման համակարգով, մենք այսօր հնարավորություն ենք ստեղծել, որ այն ուսուցիչները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ հմտություններ, օրինակ, ընկերություն բացեն, երեխաներին տնային աշխատանք անելուն աջակցեն
եւ պետությունը ծնողները վճարած գումարները մենք տարեկան 70 միլիարդ դրամ հատկացնում ենք նույն 70-ը ամբողջնա 70-ից ասենք լավ 30 միլիարդ դրամ տարեկան հատկացնում ենք այդ թվում ձեր նշած մարդկանց եթե դուք իրոք լավ կրթություն ունեք լավ ուսուցիչ եք այդ պետքա ձերը պարզել այդ 30 միլիարդը ձեր բաժինը ստանալ ատամն եք սարքեք տունն եք սարքեք ամեն ինչ եք սարքեք դիմացի ես կներեք հողակտորի հարցով համայնքն է զբաղվում ես հողակտորի հարցով ես ձեզ ներկայացնում եմ այն հնարավորությունները որ դուք ունեք եւ մենք ձեզ խնդրում ենք օգտվեք այդ հնարավորությունից մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը մենք ստեղծել ենք որ ուսուցիչը 700,000 դրամ աշխատավարձ ստանա 700,000 դրամ աշխատավարձ ստանալուց հետո էլ առողջության ապահովագրություն ճիշտ առողջության ապահովագրությունը ատամնաբուժությունը չի ծածկում բայց բնակարան ձեռք բերելու կառուցելու համար եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում այսինքն մեր խնդիրը հետեւյալն է մենք քաջալեր ենք որ մարդը աշխատի ինչքան աշխատի այնքան քաջալեր ենք չի լինի որ չաշխատելու հազարու մի ծրագիր ունենք բայց մեր ծրագրի փիլիսոփայությունը ինչ է որ մարդը ինքը իր վրա պետք է աշխատի մարդը պիտի նախ ինքը իր վրա աշխատի եւ մարդը հետո աշխատաշուկայում պետք է աշխատի այն կներեք պարոն վարչապետ 556,000 դրամ աշխատավարձ ստացող Ինչքան 556,000 դրամ Ես դες Շատ լավ Ինձ տվել եք բարև Ոնց են գործել Այս կրպակներում էլ թերթ բան չկա չէ Հա թերթ վաճառում առնում են մարդիկ քանի թերթ եք վաճառում Բայց Հա խաչբարները կա խաչբարները Դերկույրեք արդեն համարյա Էլի լավ է Չէ, էլի լավ է, բայց արդեն բան է, էլի զրոյանում է Նկարում ենք, էլի Որքան տրեմ պարոն Մարսպետ, նկարեք Ոնց եք, պարոն Փաշինյան Շատ լավ եք, ձեր ցավը տալեմ ես Հա, չի կարելի, լավ Մի հատ նկարվենք հետո իրար հետ Լավ եք եղբայր, լավ ամ Բան եմ ուզում ձեզ ասեմ Ասա Թակում բան չասեք, որտեղ ողի եթերին Խնդիր չկա, թողնագարվի Ես դատական գործերը, որ Լոռու մարզի դատախազությունը չի աշխատում ընդհանրապես Դե տենց հարցը բակարանք, ոտի վրա քննարկենք Պետք է մի հատ գրեք Ես գրե ուղարկել եմ, ստացել եք էլեկտրոնի բանով Բերել եմ ձեր մոտը քարտուղարության մոտով է ու իրանք փոխանցել են ձեզ Դե ինչքան կառավարության իրավասություննա կզբաղվեն եղբայր, կզբաղվեն Լավ եղեք Ձեզ մոտ ոնց կարելի է գալ Հիմա իրատեսական չէ էլի եղի Ես եմ գալիս ձեր մոտ էլ դուք իմ մոտ գալիս եք ինչ Հա դե որ ոտի վրա խոսալու չի դրա Եղբայր, նկատի ունեմ հիմա այդ նախընտրական շրջան ենք մտնում ամբողջ օրը արդեն քաղաքից քաղաք, գյուղից գյուղ Այդ կմնա հետո մի առիթով ամենաճիշտ տարբերակը չնայած Մարսպետ հետ նկարում չեմ մենք մարսպետարան մեծ հարցը Իհարկե, բայց մարսպետն է դատական համակարգ հետ կապած Բայց վերջը մարզը իրանա Բարի Մերնեմ քեզ Ես պետք է սենց հզորել ես Շնորհակալ եմ նվիրեմ սրան Դուր տանեմ թորս Էս ինչ է Չէ 95 թվին իմ տղուն տարան ինվալիդացրեցին եկավ Թող են ժամանակ Քոչարյան կայներ խոսարաներ Ինչու՞ աչարեցին Վայ հաճույքով Աջան լուսավորություն որ դու քաշել ես մեր փողոցները մեզի միլիոն արժի ցավը տան Մարիկ ջան դուք քանի տարեկան եք Ես 71 տարեկան եմ Փողոցը սարքել ենք Չեն սարքել Բա ինչն է Հələ արի մեր փողոցների տես ինչ ձև Չէ, այս հիմնական փողոցը, բա Այս հիմնական դու փողոցն էլ մեր փողոցն էլ Իսակյան փողոցը ինչ է սարքել Սարքելն է Տեսա Բայ որտեղ ենք լույս քաշել, ինչ լույս եք արել է լուսավորություն եկել Բա Մարիկ ջան, ուրիշ բան եմ ասում, բա հիմա առողջության ապահովագրությունը մեկ, իհարկե աստվածտա Հենտա այն անգամ էլ ես եկել եմ էլի քեզի սենց չթողեցին մոտիկանա իմ թորը 44 օրվա ինքը ոնց են ասում լավ տղա է չգիտեմ արդեն մոռացել եմ երկու թուրքի տանկը տրակցրեց Հասոյան Ռոման
բան մադախիսուն, դաժե Իրան մենակ կոչում տվին, լեյտենանտին, ոչ մի բան չտվին։ Ին թորը հելավ, այդ վիճակում տեսավ հնար չկա, կարգին գործել չտվին, թոշակ չտվին, թողեց գնաց։ Մինչև առեսօր լիքը ասկոլկետը մեջապորի մեջ։ Հիմա Հայաստանա թե չէ, թողեց գլուխ առավ։ Բա թող գա, թող հետ գա։ Բայց հիմա դեր թոշակն էլ ավելացավ, ճիշտ է։ Ապրես։ Եվ առողջության ապահովագրությունն էլ։ Իմ թոշակը ես ինչքան տանջվել եմ, ինչքան քրդինքը տապել եմ բալաջան, անցի կես են տվել։ Դե այդքան կամած 38000 է։ Հիմա դարել է 48000։ Հիմա դարել է 48000։ Բանում եք աշխատել, կոլխոզում եք աշխատել։ Կոլխոզում եմ աշխատել, հացի փորնել եմ աշխատել, դաշնել եմ աշխատել։ Դե կամած կբարձրացնենք։ Լավ եղեք, շնորհակալ եմ, որ այդքան բաների միջով անցել եք եւ ուտենց դրական եք մնացել։ Շատ շնորհակալ եմ ձեզ, շատ շնորհակալ։ Բարև ձեզ, ում չեմ բարևել։ Բարև, լավ եք։ Մի հատ այս սենց անենք ու նկարվենք հետո։ Տուր, այս էլ, այս թխվածքն է։ Ահա։ Բարևեցի վարչապետ։ Բարև եղբայր։ Նկարվենք, էլի։ Նկարվենք։ Եղավ։ Սեղ, ամրեք։ Լավ եղեք։ Ում չենք բարևե ժողովուրդը լաստեղ։ Չենք բարևե ձեզ, բարև ձեզ։ Լավ եք։ Ոնց է տրամադրությունները։ Հա։ Պրոբլեմ չկա։ Շատ լավ է, ուրախ եմ։ Բարևել ենք ձեզ։ Բարև ձեզ։ Վայ կարմիր տակով, ես ինչ ենք անցնում։ Բարև Մարիկ ջան։ Ոնց եք Մարիկ ջան։ Շանթավուր, ոնց կեղնի։ Ինչի։ Հəbə ինչին, ծերությունը, հիվանդ։ Ծերությունը, դե բա ծերության համար թոշակը ավելացրել ենք։ Հիվանդության համար առողջության ապահովագրությունն եք։ Գնացեք մի հատ ստուգվեք, տեսեք ինչ խնդիր ունեք, կառավարությունը։ Բայց գնացել եք, բժշկի գնա։ Մարիկ ջան, հիմա առողջության ապահովագրությունն դուք փող պետք է չտաք։ Պետք է գնաք, կառավարությունը վճարում է, կգնաք, հենա հիմա այնքան մարդ աչքերի վիրահատություն անում։ Այնքան մարդ աչքերի վիրահատություն անում, դուք էլ գնացեք։ Բան չի չեք գնում։ Տարող չունի, մինալ արդիմ։ Այստեղ ոնց եք հասել։ Պոլիկլինիկան որտեղ է այստեղ ժողով։ Հեռու է։ Ինչքան է հեռու։ Պոլիկլինիկան որտեղ է։ Կիլոմետրից ավել է։ Հա։ Բարև ձեզ, պոլիկլինիկան։ Մարիկ ջան, այստեղ հիմա այսքան հասել եք, ընդեղ էլ կհասնեք, էլի։ Ըստա օրը կան։ Փաշինյան, մի հատ նկարվենք, էլի։ Հաճույքով, եղբայր։ Մի հատ կնկարեք մեզ։ Հա։ Մի հատ մայրիկին բացատրեք էլի, ոնց պետք է գնա դիմի, գնա բանա։ Խանութներու կանի քիչ մի իջեցեք, մեռնի մարևոտ։ Մարիկ ջան, խանութների գները մեզնից չի կախված։ Տեսեք, մենք ուրիշ բան ենք անում։ Մենք անկանխիկ առևտուր որ անենք, այդ անկանխիկ առևտրից մի 20%-ը հետ կգա, այսինքն կստացվի, որ այդքան տոկոսով ապրանքները էժանացան ձեզ համար, էլի, դրա համար են կարել։ Քարտով առևտուր կանեք, լավ էլ փող է գա։ Հիմա քարտով եք, չէ՞ թոշակ ստանում։ Որ գնում եք, այդ թղթի փողը մի տվեք, քարտը տվեք, իրանք կստանան, հետո ձեր ծախսածը 20% 10000 դրամ էլի հետ կգա։ Ինչքան թոշակ եք ստան։ 45, ապրիլի 1-ից ինչքան դարավ։ 55 դարավ։ Հիմի այդ տենց էլ որ առևտուր անեք, մի հատ է 10 կավելանա կդառնա 65։ Մի հատ էլ որ գնաք հիմա պոլիկլինիկա, մի հատ ձեզ կստուգեն, մի հատ եթե վիրահատության կարիք կա, կվիրահատեն, բուժման կարիք կա, կբուժեն ու տենց։ Լավ եղեք, Մարիկ ջան, լավ եղեք։ Հա։ Հա, իհարկե, եղբայր։ Բարև ձեզ ժողովուրդ։ Սրտիկով կարելի է։ Սրտիկով իհարկե կարելի է։ Լավ եք տղեր։ Լավ չէ։ Հա? Թե լավ չէ, քլասեք տենա։ Հա? Հələ այսա գանք տենանք, ինչի լավ, բան չկա ասեք։
Սպասեք, ո՞նց են գալիս բա ձեր մոտ։ Բա չես ուզում ասես ինչի լավ բան չկա, հա։ Ասում ես լավ բան չկա, ասում եմ բացատրի ինչը լավ չի, հլա մատ դե ասա, տենանք ինչը լավ չի։ Քեզ նեղված, ասա, բա դրա համար եկել ենք, որ նեղվածություններ կիսես, ասես։ Մենք դրսում աշխատող մարդիկ ենք, մեր համար շատ վատ է։ Ինչի։ Ձեր քաղաքականությունը շատ վատ է։ Դրսում մի աշխատեք, ներսում աշխատեք։ Ո՞վ է ասում գործ չկա։ Հիմա մարզում ինչքան շինարարություն կա։ Հələ մի րոպե, մարզում ինչքան շինարարություն կա։ 230 միլիոն դոլար, վարչապետ 2025 թվական։ 2025 թվական, այս պայն ինչքան միլիարդների ձեր քաղաքում մեր կողքի համայնքներում էլ ասցիք քանի կստամալի եկա Երևանում շատ գործ կա։ Երևանում չէ, Վտաշիրում, Վանաձորում։ Տաշիրի Միխայելովկա գյուղ եմ գնացել մոտ մի ամիս առաջ։ Մի րոպե սպասի։ Օրը 14000 դրամով ինչքան աշխատող են փնտրում եւ 14 իրանցի աշխատում մեր գործի երկրից։ Դե իրանցիները բերում են կոպեկներ աշխատում են, մենք չենք աշխատի կոպեկ։ 14000 դրամով։ Մենք ամիսը 100,000 բան ենք տալի, կոմունալն եմ տալի, 100,000 դրամ։ Ռուսաստան կարամ ստի աշխատի։ 1000 ներողություն էլի։ Ռուսաստան որ աշխատում եք, ինչքան եք աշխատավարձ ստանում։ 300,000։ Այդ ինչքան է դրամով։ Ռուսական։ Դրամով ինչքան է։ Համարը 1,200,000։ Ամիսը։ Հա։ Լավ։ Ոչ կարամ ես, եթե ես 100,000 բան եմ, կոմունալն եմ ուծում։ Գազի, լսի, ջրի, ստեղ, տաշի։ Ոչ կարամ ես դե աշխատի։ Կարակ աշխատի։ Ոնց։ Ով ուզիմ տեղը կոմունալին։ Օրը 4000 ամիսը 400,000 դրամ է։ 400,000 դրամ է։ Եթե ես Բա այնտեղ ապրում եք վարձ չես տալի։ Ես իմ տունն ունեմ։ Դե ստեղ էլ ձեր տունն ունեք։ Ստեղ էլ ունեմ, իհարկե ստեղ։ Շատ կոմունալ չեք տալիս։ Չէ, դե կոմունալը շատ քիչ է։ Տունն էլ ադրի կոմունալ։ Կոմունալն էլ ադրի, որովհետև այնտեղ գնում են Չէ, կներեք, բայց այնտեղ գնում են շատ դեպքերում ավտոների մեջ են քնում, չգիտեմ, բարակների մեջ են քնում։ Դեմ չէ, դենց է կա։ Հա, բա կա։ Բա այդ ամեն ինչն էլ պետք է ասվի, չէ, որովհետև դենց է կա։ Բան չեն անում, ժամանակին չեն լողանում, ժամանակին չեն շփվում, մի սենյակում 7-8 հոգով ապրում են, բա գնացողների 60-70%-ը Հա, լավ է, լավ է։ Պետք է աշխատանք լինի, որ Այո, դե, հա, Միքայելոց, մեր նախընտրական ծրագրում գրել են, որ տարին մինիմում 25000 աշխատատեղ ենք ստեղծելու, 2018 թվից մինչև 280,000 աշխատավարձ։ 250,000 աշխատավարձ է դրանով, քաղաքում ոչ մի դեպք չեմ դրում, բայց չկա։ Եղբայրը ասում է 400 Հլա մի հատ խնդրում եմ։ 400,000 դրամով գտնում աշխատանք։ Մնում ես Հայաստանում։ Միխայելովկա գյուղի դպրոցը, որը նոր Չէ, բայց լուրջ իսկական խոսենք։ Դպրոցակառույց։ Ձեր ազգանունը ինչ է։ Ձեր ազգանունը ինչ է։ Դպրոցակառույց։ Եղբայր, փորձեք աշխատատեղ գտնել։ Չկա։ Ձեր ազգանունը բրիգադ կազմի, բրիգադով արի, էսում կարամ հավաքեմ 10։ Ձեր ազգանունը ինչ է։ Գրիգորյան։ Պարոն Գրիգորյան, հələ մի հատ հետաքրքիր է, այ ասեցիք, մարզպետն էլ ասում է 400,000-ով կա։ Եթե իրոք ճարի գործ, կհամաձայնվեք։ Օրը 14000 դրամ։ Չկա դες մարզո չաշխատի։ Դե պայմանավոր, հələ կոորդինատը վերցրեք։ Հեռախոսի համար։ Չէ։ Բանը գնալը մենք Չէ, մի րոպե կարող է, չէ, կարող է գործ ենք ճարում։ Վաղը տոմսուն ես արդեն գնալ ես։ Ոչինչ, հետո խաբար կանի, հետ կգաս։ Պարոն Փաշինյան։ Հաջան։ Զգուշ։ Ասա, եղբայր։ Ողջունում եմ։ Էնա մամա։ Հա, սպասի։ Հա, մայրիկ ջան, այն մայրիկի հետ ենք խոսում։ Բարև ձեզ, մայրիկ ջան։ Բարև։ Բա ես մեր քարտեզներից մի հատ ձեզ նվեր չբերեմ։ Հա, էսա գալիս են։ Էսա գալիս են։ Էսա գալիս են։ Չէ, էսա գնում են։ Մի հատ տուր։ Աստված օրնի ձեզ։ Շնորհակալ։ Էս էլ ձեզ։ Էս էլ ձեզ։ Էս էլ ձեզ, էս էլ ձեզ։ Շնորհակալություն։ Էս էլ ձեզ։ Լավ եք, էլի տվեք, էլի։ Բարև ձեզ։ Էս էլ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էս էլ Շնորհակալություն ձեր արած գործերի համար։ Ես եմ շնորհակալ, եղբայր։ Շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ, էս էլ ձեզ։ Լավ եք, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր արած գործերից։ Այ գնում ենք այն տուն։ Բարև եղբայր, ո՞նց եք։ Նա նվիրեմ ձեզ սրանից։ Բայց այդ շորը հաստա էլի չի կպի։ Հա, էս բարակա։
Ստեղ հələ մի քիչ կարող է, չէ, էլի չի կպնում, ես պահելի չի կպնում։ Ինձ հիշեցիք, հա։ Որտես պետք է հիշեմ ես։ Այդ ավանեն։ Հա, եղբայր, ուր է շատ։ Բարև եղբայր, լավ եք։ Լավ։ Բայց անցումը որտեղ էր որ անցումով անցնենք։ Հետ պետք է գնանք, ասում։ Ինչ հարց։ Ղարաբաղից եմ, Հա, եղբայր, արի քայլենք խոսալ։ 13 տարի ծառայել եմ։ Ահա։ Ինչև ես Washington-ից կարող եմ քաղաքացիություն Չի։ Համաչնդական։ Այդ ծննդականների խնդրը գիտենք, պետք է մի հատ լուծում գտնենք։ Այն օր այդ բանի ժամանակ էլ խոսում էինք ծննդականների մասին։ Ոչ մի տիպի ոչ օգնություն, ոչ մի տիպի 10 կուլիսներ որ տալիս է, դրանից է չեն կարող օգտվել։ Թորոսյանն ուր է։ Պարոն Թորոսյան, մի հատ մեր ընկերոջը Ղարաբաղից է, էլի։ Մի հատ տեսեք ինչ կարանք անենք։ Էլի Կարմիրի։ Անցանք։ Կես եկել էինք, հա։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Սա ձեզ։ Բարև ձեզ, սա ձեզ։ Բարև եղբայր։ Սա ձեզ։ Բարև եղբայր։ Սա ձեզ։ Լավ եք, լավա տրամադրությունները։ Բարև եղբայր։ Լավ եք, սա ձեզ։ Բարև եղբայր։ Լավ եք, սա ձեզ։ Ահա։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Մեզ հյուր ենք կանչել ձեր շենք, գալիս ենք ձեզ հյուր։ Եղբայր ճիշտ ենք, չէ գնում, քո հետևից ենք գալիս։ Ահա։ Նեկանք։ Բասում են չեք գա, ոնց չեն գա։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք շատ։ Այն բանից հլոնա ստեղ ես։ Համեցեք պարոն վարչապետ ջան, համեցեք։ Համեցեք։ Շնորհակալ ենք ձեր։ Համեցեք։ Շատ նեղություն չենք տա ձեզ։ Չէ, ոչ մի նեղություն։ Շատ մարդ թող բան մարդ եկեք։ Մերոնք ասում են շատ։ Մի հատ էլ տուր։ Ու ես ձեզ միշտ հետևում եմ, Էս էլ ձեզ։ Էս էլ ձեզ։ Էս ինչ լավ տուն ունեք, շատ սիրուն տուն է։ Հա, մանկավարժի տուն։ Զգացվում է կոկիկ ամեն ինչը տեղը։ Մանկավարժային տեղ են, պարոն վարչապետ։ Էս էլ ձեզ, այ ես վարակույրներից եմ կպցնում, որ չդնեմ, է։ Ինչի մասնագետ է։ Խաղաղության կողմնակից եմ, ուրիշ ոչ մի բան չեմ ասում։ Շնորհակալ եմ շատ։ Ես շատ հարգում եմ ձեր ծրագիրը, ընդունում եմ ձեր ծրագիրը, օգտվել եմ այս բժշկական օգնությունից, շատ շնորհակալություն։ Նորմալ, պարզ էր, մի հատ նոր կին կար փողոցում,
տենց շատ տեղյակ չէր, որ տենց բան կա, փորձում ենք բացատրել, թե ոնց կլինի եւ այլ, ասում էր առողջական խնդիրներ ունենք, ասում ենք բա գնացեք դիմեք եւ այլն, ոնց որ այդքան էլ հələ մարդիկ կան, որ տեղեկացված։ Շատ ճիշտ է, իմ գոլեգաները, ես աշխատում եմ ազգային անվտանգության սահմանապահ զորքերում խոհարար եմ, 66 տարեկան եմ, Աշոտսկում եմ աշխատում, իրանք նաև ասեմ շատ շնորհակալություն մեր արտ լանչին, որ աջակցում է մեր տարիքային մարդկանց եւ շատ լավ նորմալ խնդրում եմ ինչ որ կարաք մեր արտ լանչին աջակցեք։ Արտ լանչին, դե արտ լանչին։ Ես կյանքի ոնց էի ուզում ես քեզ տենայի։ Լավ է, շնորհակալ եմ շատ։ Իսկ բանը, իսկ առողջության ապահովագրությունը բաներ, հեշտ էր օգտվելը։ Շատ հեշտ էր, որովհետև ես կապ ունեի անոթաբան Արամ Խաչատրյանի հետ, ես իր 18 թվից իրան ծանոթ եմ։ Իսկ վիրահատեցին, թե բուժում։ Չէ, ուղղակի ես մտածում էի, որ խնդիր ունեմ անոթների հետ, բայց ասեց անոթային չի, ուղեկցեց ինձ ռևմատոլոգի մոտ, ռևմատոլոգը նայեց շատ հրաշալի բժիշկ էր Նորմեդից, իրանց աջակցությունը ցույց տվեցին ինձ, պարոն վարչապետ։ Շատ լավ, լավ եղեք, շնորհակալ եմ ձեր աջակցությանը։ Լավ եղեք։ Ահա։ Ձեր կողքի տներում մարդ ապրում, հա։ Չեն ապրում։ Հələ գանք իջնելիս դուռը ծեծեք, որ դուռը կբացեն, խոսանք։ Դուրս բին։ Մի րոպե ես կկպնի ստեղ։ Այն ապոշի է դրած։ Ահա։ Բարև ձեզ։ Չուզեց մեզ հետ խոս։ Շինարարություն։ Ստեղ դուռը ծեծել ենք։ Այս արանքում բանա դրած, թուղթը մնացած։ Ահա։ Ինչ կա, ուր ենք գնում, ձախ ենք, բարև ձեզ, ոնց եք, դուք ձուրը բացիկ պակեցիք, շինարություն եք անում, Պարոն Փաշինյան, բարև ձեզ, ոնց եք պարոն Փաշինյան, անպայման, էսա ձեզ, քանի երեխա կա տանը, Հեսա թխվածք վերենք երեխեքին, գնացինք, բացապա ձեզ դի դուրը, ես ձեր վերևի տներում մարդ չի ապրում, ինչի բա, բա ինչի, բարև ձեզ, թխված կտակ, երեխեքին թխված կտանք, դելիներս չմտնինք նեղություն չտանք, բարև ձեզ,
Մի հատ երեխեքին թխվածք տանք գնանք։ Եկեք երեխեք։ Էս քեզ։ Ինչ անունդ։ Նարեկ ջան, արի։ Տես Նարեկ ջան, էս ինչա։ Էս է։ Էս էլ ձեզ։ Էս էլ քեզ։ Այս հենց կպցնենք։ Լավ եղեք։ Որտեղ է մարդ ապրում, դիմաց, վերև։ Բախի շենց կողքի շենքում էլ ասել։ Հա։ Հետաքրքիր է։ Բա ինչի դրսում են ապրում մարդիկ, հա, թե։ Բա ուր են։ Հա, էլի էդ եմ ասում, դրսում են։ Դե բայց 25 թվին արդեն ներգաղթը սկսել է, հույս ունենք հերթով հետ կգան։ Ոնց է մեր ժամանակը։ Խուդացյանը ուրա։ Երեխեք, բարև ձեզ։ Նվիրեմ ձեզ սրանցից։ Ինչ այդտեղ ջուր է։ Ասել ձեզ լավ եք։ Բանը մի րոպե թխվածքը բա։ Էս էլ էս կոտրածա։ Էս էլ ձեզ։ Լավ եք։ Բարև եղբայր, լավ եք։ Նա Էս է ձեզ։ Հա, իհարկե եղբայր։ Էս էլ ունեք սրանից։ Էս էլ ձեզ։ Լավ եք, ոնց է տրամադրություն ձեզ։ Ուրախ եմ շատ եղբայր։ Ուրախ եմ։ Հա, գնանք։ Հերթով կսարկվի, հերթով կսարկվի։ Տղեկ, բարև ձեզ, լավ եք, ձեզ բարևել եմ, չեմ տեսել ձեզ, ես քեզ, սպասի ես կպցնեմ իմ ձերով, լոնար մի հատ թխվածք էլ տու, էլի, ես թխվածքից տեսել եք, իհարկե, ես պահի, թխվածքը պահի, ես էլ քեզ, բայց կուրտ կետ չէ, հաստ է եղբայր, ձերդ բռնի, էլի, չի կպնելու, ահա, իհարկե եղբայր, նվիրեցի ձեզ սրանից, սրանից տվեցի, հա, Քանիսն է ժամը, մարսպետ ինչ ասում, պահം մարսպետ պտի գնանք, թե էլը մնանք, դե պտի Ստեփանավան ունենք գնալու եւ Վանաձոր սպիտակ։ Հիմա ժամը ֆիքսենք հասկանանք։ Սենց շենքերի թաղամաս չկար։ Խուդացյանն ասում արդեն վաղտնա պետքա շարժվենք։ Դե գնանք, լավ ավտոբուսը թող մոտենա գնանք։ Խուդացյան ասում եք արդեն ժամանակն է, պարոն Խուդացյան։ Էն մայթ չմտանք։ Դե մի քիչ էլ նենց չկա։ Ժամանակն է։ Ժամանակն է, մի ժամ արդեն անցել։ Հա, լավ։ Չէ, բանա ցակից պետք է հանեք։ Հա։ Լավ արժեք։ Մեր փոխությունը նոր սուպերմարկետ է բացել, խորտ նախագահ կաֆե։ Լավ։ Բարև Փաշինյան, բարև եղբայր։ Հա, եղբայր։ Ես վերմեր մարդ եմ, գյուղատնտեսությունով եմ զբաղվում։ Հիմա հողային հաճույքները նոր անասնաշենք են ուզում կառուցենք, խելացի։ Հողերը որ վաճառում են, բանով են վաճառում, գնահատումով։ Գնահատումն էլ, հա, այնքան թանկ է որ։ Բա եղբայր, բա մենք էլ տեսնում ենք, որ համայնքների հողերը այնքան բանի ջրի գնով վաճառում են, հիմա մեխանիզմ ենք դրել, որ նորմալ գինը։ Հիմա մեխանիզմը որ դրել են, ուզում ենք խոսքի անասնաշենք կառուցելու համար։ Էս կոմար էլի։ Ահա։ Ես հիմա ունեմ 200 գլուխ անասուն ունեմ, հիմա պահում եմ։ Դե հողը աճուրդով, ապա դե աճուրդով։ Աճուրդով գնելուց վաճառում են, գնահատող ենք բերում։ Մի հեկտար հողի մի քառակուսու աճակը 5000 դրամ են սահմանում։
Եթե 100 գլուխ հանասուն ենք Եղբայր ասում եմ, բա այդ դեպքում մենք նայեցինք ջրի գնով 100 դրամով, 90 դրամով, 50 դրամով համայնքի հողերը վաճառում են։ Պետք է որ 100 գլուխ հանասուն պայելու համար խելացի Դե դրա համար ներդրումային ծրագիր որ ունենանք, ներդրումային ծրագրով մենք հիմա փոփոխություն ենք անում, որ ներդրումային ծրագրերի համար առանձին ուրիշ մեխանիզմ կստեղծենք։ 117 միլիոն նախատեսում ընդանուր ֆերմի համար։ Պարզա, ներդրումային ծրագիր կներկայացնեք, արդեն դա ուրիշ ռեժիմ կլինի, ես էլ ձեզ։ Շնորհակալություն։ Կներեք Բարև եղբայր։ Քարտես։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ եղբայր։ Լավ եք, լավա տրամադրություն ձեզ։ Բարևել ենք ձեզ։ Բախի չբարևենք, նա նվիրենք սրանից ձեզ, կարելի է իմ ձեռքով սենց փակցնեմ, եթե թույլ տալ, լավ եղեք։ Կայում մեր 10 միլիոնների ծրագրով։ Հա, չգիտեի ես, մոռացել է։ Բոլոր կողմերից դպրոցի շնորհիվ Շատ լավ, շատ լավ։ Ահա, այսպեսին էր Տաշիրի մեր այցը։ Վայ, հեսո հողի ետ էր նայում։ Մալաձեց։